Այսօր մենք ունենանք ևս 3 մանրուասուլիս, այժմ ներկայացնեմ բանախոսներին, այս ժամի համար նախատեսված, իմ կողքին նստած Էդուարդ Համբարձումյանը, ով ներկայացնում է «Առնով» ավերագրական ֆիլմը, պետք է նստած լիներ Աննա Տերյանը, սակայն նա մի փոքր ուշանում է, և Սեզար Կանյանյանին ներկայացնել, նա հայկական ռապսոդիա ֆիլմի համառեժիսորներից մեկն է։ Ավելորդ ժամանակ չկորցնելու համար մի անգամից խոսքը փոխանցեմ Էդուարդին, ով կներկայացնի ֆիլմը և սիրով կպատասխանի ձեր հարցերին։ Ճիշտ ասած, Առնո ֆիլմը իհարկե արդեն հասկանալի է, Առնո Բաբաջանյանի մասին է։ Երբ ես պլանավորում էի այդ ֆիլմի նկարահանումները, ես երկար էի ուզում հասկանալ, ինչու ինձ դեռ մինչ նկարահանումները շատերը, այսպես ասած, մի քիչ մեղադրում, որովհետև արդեն կարծես շատ ֆիլմեր կա արված Առնո Բաբաջանյանի մասին, արժե արդյոք մեկ անգամ էլ անդրադառնալ այդ թեմային, բայց գիտեք, ֆիլմը երբ ես նկարանում էի, սկզբանե կար այսպիսի մի խնդիր դրված իմ առջև, ես չէի ուզում անել հերթական ինչ-որ բիոգրաֆիչսկի կենսագրական ֆիլմ։ Առնո Բաբաջանյանը իր կյանքում մեծ հաջողություններ ունենալու սովետական միությունում, այլ ասել ամբողջ աշխարհում, բայց լինելով սովետական կոմպոզիտոր ազգությամբ հայ, մի շատ հետաքրքիր ֆրազա ուներ, ապրելով Մոսկվայում, նա ասում էր, ես եւ ասում եմ դուք ապրում եք Մոսկվայում, ասում էր ոչ, ես ապրում եմ Երևանում, Մոսկվայի я проживаю, Մոսկվայում ես բնակվում եմ։ Թեման ինձ համար շատ հոգեհարազատ էր, որովհետեւ շատ երիտասարդ լինելով ես նույն պայմաններում եմ ներկայումս գտնվում, կարելի է ասել, որովհետեւ ես ապրում եմ Երևանում, բայց բնակվում եմ Մոսկվայում։ Եվ 3-4 ամիսը մեկ ժամանակ միշտ գտնում եմ, որպեսզի գոնե մեկ շաբաթ 10 օրով անպայման ներկա լինեմ Երևանում։ Ֆիլմը հայ մարդու մասին էր, որը անկախ նրանից ինչքան էլ մեծ հաջողություններ ունեցավ իր կյանքում, միևնույն է մնաց հայ, միևնույն է մնաց նվիրյալ ընկեր, պատահական չէ, որ այսօր Առնո Բաբաջանյանի արձանը կարելի է ասել դարձել է սրբավայր, հա, երեխաները բարձրանում են, խաղում են, կողքը քայլում են եւ այլն եւ այլն։ Կար մեկ ուրիշ խնդիր նույնպես դրված, ֆիլմը ռուսերեն է նկարահանված, որտեղ նկարահանվել է առաջին ռուսալեզու հայկական հեռուստաընկերության տեխնիկական բազայի վրա, եւ հիմնականում այն նկարահանվել է իհարկե Սփյուռքի համար, քանի որ աուդիտորիան բավականին մեծ էր, ամբողջ SNG-ով է այն հեռարձակվում եւ այդ խնդիրը սկզբանե այդպես է դրված եղել։ Կա այսպիսի մի շատ հետաքրքիր դետալ, որի մասին ես կուզեի ասել, կամ այսօր նույնիսկ խոսում են, ասենք, այդ ասիմիլյացման պրոբլեմի մասին էր, որ արկա է, ասենք, ոչ միայն Ռուսաստանում, աշխարհում, այդ ֆիլմերի միջոցով, իսկ այդ նման աշխատանքները մենք նախաձեռնել ենք արդեն շուրջ 2 տարի առաջ, մենք կարծես փորձում ենք ցույց տալ հայ մարդուն, հա, որովհետև շատ հայեր կան ներկայումս, ովքեր պարզապես Հայաստանում չեն ծնվել, Հայաստանում չեն մեծացել, հա, չգիտեն, չեն թերապետում իրենց հայրենի լեզվին, որպեսզի կարողանան, այսպես ասած, վերադառնալ ինչ-որ փոքրիկ, շատ փոքրիկ քայլերով, բայց փորձել կարողանալ վերադարձնել նույնիսկ արմատներին, ինչպես ասում են։ Դրա համար այդ շարքերը առնում են նաև ռուսալեզու, բայց արդեն ինչպես նման փառատոնի շնորհիվ կաս անգլերեն սուբտիտրերով տարբերակը նույնպես։ Միգուցե սակայն հայերեն թարգմանությամբ նույնպես հայտնվի։ Շնորհակալություն։ Կարծես թե ձեր բոլոր ֆիլմերը մեր մեծ արվեստագետների կյանքն են ներկայացում։ Դուք հատուկ եք այս միտի ծրագրել ու ներկայացնում, թե պարզապես առայժմ միայն մեծերին եք ուզում անդրադառնալ, մեծերին ներկայացնել, եւ հետո նոր ներկայացնել Առնո Բաբաջանյանի հումորով, իր ամբողջական, ինչ եղել է ինքը ամբողջական է, հրաշալի է ֆիլմը, որտեղ այնքան ծիծաղում ես, այնքան Առնո Բաբաջանյանի ձեր ֆիլմում մենք տեսանք ուրիշ երեսից։
բոլորովին ուրիշ տեսակ տեսանք։ Մենք գիտեինք իր մեծությունը, իր երաժշտությունը, հիմա տեսանք իր մարդ տեսակը, նրա ընկերների, նրա ներկայացնողների միջոցով։ Այդ շարք ինչպես եղավ, որ որոշեցիք հատուկ մեր մեծերին ներկայացնել։ Գիտեք, իրականում այսպիսի մի բան կա, ֆիլմերը, որ արվում են, բոլորը չեն, որ մեծերի մասին են, այնպես ստացվում, որ ավելի շատ պարզապես այդ ֆիլմերն են նայվում։ Դա տարօրինակ պետք է դրա, որովհետև այդ մարդիկ արդեն իրար սիրված են։ Դուք եթե ֆիլմը վատը լինի, եւ դուք եք կդակեն։ Երաժշտության Բայց շարքին շատ անդրադառնում եմ, կան, իհարկե, նույնիսկ կա այսպիսի մի շարք, կոչվում է «Պորտրետ արմենացի կինեմատոգրաֆիստը», վավերագրական ֆիլմեր են հայ կինեմատոգրաֆիստների կենսագրությունների մասին, ներկայումս ես Երևանում եմ, նաև նկարահանում եմ Ֆրունզե Դովլաթյանի մասին վավերագրական ֆիլմ։ Ես կարծում եմ պարզապես դա այնպիսի աշխատանք է, որը պետք է այսօր արվի, եւ ես մեծ սիրով դա այդ պատասխանատվությունը վրա վերցրել եմ։ Հետո այսօր նամանավանց Սփյուռքում շատ անհրաժեշտ է, որ հայ մարդը կարողանա առնչվել, տեսնել, լսել ռուսերեն լեզվով, կրկնում ենք նամանավանդ, իր մտավորականից, որպեսզի հասկանալի լինի։ Դուք ֆիլմը երբևէ ներկայացրել եք որևէ այլ փառատոնում։ Ոչ։ Եթե ոչ, հեռուստաընկերությունները, եթե չեմ սխալվում, Ռուսաստանում ցուցադրվել են։ Դուք ինչ-որ արձագանք ունեք, այսինքն իրենց մոտ տպավորություն կա, որ այլ առնոյի են, ուրիշ առնոյի են։ Ինչ արձագանքներն եք ընդհանրապես այդ ֆիլմից։ Գիտեք, ճիշտ ասած, ես այսպես ասեմ, ես շատ հետաքրքիր էր, երբ ես շփվեցի այսպես ասեմ, ուրիշ ազգի ներկայացուցիչների հետ, ովքեր այդ ֆիլմը դիտեցին, հայերը իհարկե, այսպես տենպես ես ասում եմ, վատներ լիներ ֆիլմը կսիրեին, որովհետև այնտեղ կա առնո, նանց Սփյուռքում, բայց մնացածը շատ է, այսպես ասեմ, նշում են երկու բան, ասում են շատ բարի ֆիլմ է, ու շատ լի է ինքը ծիծաղելի ինչ-որ պատմություններով և շատերը անգամ և գալիս են ցուցադրություններին բան, իրենք իմ համար դա ամենամեծ գնահատականը և գալիս են ասում են հետաքրքիր է հայ մարդու մենք ուրիշ տեսանկյունից բացահայտեցինք։ Այսքան բան։ Հարցեր։ Հարցեր կան Էդուարդ Նուրբան։ Հիմա ես խոսքը փոխանցեմ, ասեմ, որ մեզ միացավ նաև Աննա Տերյանը և հիմա խոսքը փոխանցեմ Սեզար Կանանյանին, որից հետո մեզ կողքնի թարգմանչուհին, քանի որ նա իրենց է խոսում։ I'm here representing the film Armenian Rhapsody. That was also directed by Kassiana Del Haroutunian and Gary Gananian. They are coming this evening, that's why they are not here right now, but they are going to be at the exhibit of the film. Well, Armenian Rhapsody, the name, I think you talk about Babajanian, no? But the film, the name also makes reference to Parajanov's first film, Ukrainian Rhapsody. Դուք խոսում եք Աղոն Բաբաջանյանի մասին, այս ֆիլմը հայկական ռապսոդիան նաև Փարաջանովի Ուկրաինական ռապսոդիայի կապված է. And also a very beautiful music that plays at the end of the film. The name is Armenian Rhapsody and it's from Javad Marofi, an Iranian composer that made to the Armenians. Եվ ֆիլմի վերջում երաժշտությունը նույնպես հայկական ռապսոդիայի Իրանյան կոմպոզիտորի կողմից է։
Javad Marofi. Ջավադ Մարոֆի երաժշտություն։ I think the most important poet, Armenian poet, to the film is Artavaz Pelesyan. Ինձ թվում է ֆիլմի ամենակարևոր հայ հեղինակը գրողը Արտավազ Պելեսյանն է։ Kasyan and Gary were the directors and the director of photography. And I was the director and the montage. Ես մոնտաժողն էի ֆիլմի, իսկ Գարի Կասյանը արտիստիկ ռեժիսորն էր։ Well, like an rhapsody, the film is made of fragments of music and history of this country. Ինչպես ռապսոդիան ֆիլմը կազմված է երաժշտության եւ այս հայկական պատմության հիման վրա։ So the principal protagonists were the music and the Armenian faces. Եվ հայկական դեմքերը ու հայկական երաժշտությունը ֆիլմի գլխավոր դերակատարներն են։ But Pelesyan was very important to transform this into a film. Բայց շատ կարևոր է որ Պելեսյանը սա ֆիլմ դարձներ։ Pelesyan invented the so-called distance montage. Պելեսյանը ստեղծեց այսպես կոչված հեռանկարային մոնտաժը։ Տարածական մոնտաժ։ And I was very inspired at this in the editing of and in the creation of this film. Ես շատ ոգևորված էի ստեղծելու այս ֆիլմը։ How he do that? Ինչպես է նա դա անում։ With the montage of Sergei Eisenstein. Սերգեյ Eisenstein-ի մոնտաժը։ Eisenstein. He put like the plane. Sorry about my version. He put the plane A next to the plane B. Նա plan A դնում է հենց plan B-ի կողքին։ But with Pelesyan, he put the plan A in the beginning of the film and the plan B at the end of the film. Բայց Պելեսյանը plan A-ն ներկայացնում է ֆիլմի սկզբում, իսկ plan B-ն նոր ֆիլմի վերջում։ And then after the plan E, you go to the C, the plan Plan C. A-ից հետո անմիջապես հաջորդում է plan C։ At the end, the plan D. Եվ նոր վերջում plan B։ So this distance between similar and dialogue plans, they are distant. So the spectator Եվ մենք հեռավորություն ենք տեսնում այս have to make the montage by himself, using the memory. Եվ նա հիշողություն օգտագործելով պետք է մոնտաժեր։ So Rhapsody Armenia is like a mirror. Հայկական ռապսոդիան ասես հայելի լինի, When we talk about different subjects, եւ մենք խոսում ենք տարբեր առարկաների մասին, in both parts of the film, in the beginning, in the end, like for example, ֆիլմի երկու հատվածներում են անվերջում են սկզբում, we begin the film with an old man talking about the Armenian genocide. Ֆիլմը սկսում է մի ծեր մարդու մասին, ով պատմում է հայկական ցեղասպանության մասին։ He is very rational, he is very scientific, explaining the politics about the Turkish party and what happened at that time. Նա շատ դիտականում է եւ ռացիոնալ ձևով է բացատրում թուրքական քաղաքականության մասին եւ թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ։ But at the other part of the film, at the end of the film, Բայց ֆիլմի վերջում, you have a woman, an old woman, ֆիլմի վերջում կին է ներկա։ telling the same story about the Armenian genocide. Եվ պատմում է նույն պատմությունը հայկական ցեղասպանության մասին։ But I think with a woman perspective, Բայց կնոջ տեսանկյունից is much more emotional. շատ ավելի զգայուն է։ She tells like, Mama used to say, Նա ասես ասում է Մարիկ դու ասում էիր, and I use the image from the Aurora film, Ravished Armenia, when she tells,
her side of the story. Եվ ես պատկերները ներկայացնում Aurora ֆիլմից, որը պատմում է հենց նրա պատմության նրա տեսանկյունից։ And other examples. Եվ նկար ուրիշ օրինակներ։ In the first part of the film, there a sequence that is about the Armenian boys. Ֆիլմի սկզբնական մասը հայ տղաների մասին է։ And we used the group Reincarnation, the reggae group Reincarnation, with the Jan Rastaman. Եվ ռեինկարնացիա խումբն է ներկայանում։ And at the end, in the other part of the film, we used the Ruben Hashverdia. Ես ֆիլմի մյուս մասում ներկայանում է Ռուբեն Համբարձյանը։ Yete Imanair, with the music Yete Imanair. Եթե իմանայի երաժշտությամբ։ So it's like that. In the first part, you think it's like a mosaic with different things happening. Այսպիսի պատկերը թվում է թե ֆիլմի սկզբում խճանկար է ինչ-որ։ But from the middle to the end, everything starts to make sense and put together. Եվ ֆիլմի մեջտեղից մինչև վերջ արդեն ասես ֆիլմը ամբողջական է դառնում։ The film, we used the 50 millimeters lens. Մենք ֆիլմում օգտագործել ենք 50 միլիմետրանոց օբյեկտիվ։ The so-called the lens of truth. Այսպես կոչված ճշտի օբյեկտիվ։ Because this lens don't have a distortion of the image. It's like you see. Որովհետև նրանք այլ պատկերում են պատկերն այնպես, ինչպես դուք տեսնում եք։ So for us was very important to try to be honest with the situation of Armenia. Մեզ համար շատ կարևոր որպեսզի մենք ազնիվ ներկայանենք հայկական իրականությանը and all the difficulties that the people are passing. Եվ այն դժվարությունները, որոնց միջով անցնում են մարդիկ։ So we listened to a lot of history. Եվ մենք շատ պատմություն ենք ուսումնասիրել of people from Armenia. Հայ մարդկանցից։ But mixed with that, Եվ այդ ամենի հետ միասին we have the millenary culture at the background, like a composition. Եվ մենք հիմքում ընկած է շատ մեծ մշակույթը։ With the music from Gomidas to Sayat Nova to Khachaturian. Aram Khachaturiani, Gomitasi, երաժշտությամբ And also film like Sayat Nova from Parajanov and Menk from Artavas Peleshian mixed it with the film. Եվ Sayat Nova-ի Peleshiani երաժշտությունը խաղացինք ֆիլմում։ Կոմիտասի երաժշտությունը համեմատ And this mirror of man and female is united at the end with the marriage. And with the drums from Armenia, the dols, that I think is the most important thing, because like the train on the film and the dolls, it shows the Armenian straight. Even with all the difficulties that we have. Կենտրոն հստակեցում Գոհար Սարգսյան։ Սցենարական պլանը մի կողմ ամեն դեպքում ուզում եմ հասկանալ ինչու է անդրադարձել այս թեմային։ Այն իմաստով, որ հայկական ցեղասպանությունը միշտ արդիական է մեզ համար, թե ինքը ապրելով Հայաստանից դուրս ճանաչողական նպատակներ է։ Why are you talking about this film? The theme of the genocide has always been very contemporary for Armenians. Well, why did you talk about this theme of the movie, Armenian Rhapsody? Of the genocide? Yes. Okay. This theme is not the protagonist of the film. It's
It's just a part of the history. Դա ընդհանուր պատմության մի մաս է։ We also talk about the earthquake, for example. Մենք նաև խոսում ենք երկրաշարժի մասին, But we also talk about Etchmiadzin մենք նաև խոսում ենք Էջմիածնի մասին, and about the directors and the music that I talk. եւ ռեժիսորների եւ երաժշտության մասին, որի մասին խոսում էի։ But the principal thing I believe Եվ իմ կարծիքով ամենակարևորը is the situation of Armenia right now. հայերի հարցն է, ժամանակակից։ And I believe that the people from the diaspora, the Armenian diaspora, Եվ ես կարծում եմ, որ հայկական համայնքի մարդիկ always talk about the genocide, միշտ են խոսում ցեղասպանության մասին, but is much more important բայց շատ ավելի կարևոր է today to see how Armenia is going. տեսնել, թե ինչպես են հիմա այսօր հայերը, And not just leave about the genocide, because there are very important things that the diaspora have to know. Եվ ոչ միայն խոսել ցեղասպանության մասին, խնդիրները, որոնց պետք է հայկական համայնքը անդրադառնա։ Բայց ինք հայի ճակատագրիվն է իր մշակույթով տարբեր ժամանակաշրջաններում։ So it's about Armenians' fortune in the past or in the present. What is it about? Is it about Armenians' fortune, about Armenians' present and past? How do you present the chronology? I think the name Armenia Rhapsody goes to the music. It's like a music. It's about all these things in a certain way. But the future is a question mark. That we leave to the spectator to think about it. Եվ մենք սպասում ենք, որպեսզի ուրիշներն էլ մտածեն դրա մասին։ Այնուամենայնիվ առանցքը ո՞րն է, հենց այդ ապագան է, թե այլ առանցքը գլխավոր։ You're talking about different things in your film, but what is the principal message of the film? For me, the Armenian culture. Ինձ համար հայկական մշակույթն է առաջնայինը։ Լավ, տեսեք, մենք խոսում ենք մշակույթի մասին, երկրաշարժ, ցեղասպանություն, ամեն դեպքում դրանք թեմաներ են, որոնց մասին մենք հաջատեղյակ ենք։ Այն չասվում ֆիլմում, որը կլինի յուրօրինակ, որը ասելիք կունենա, նպատակի մասին, հա, խոսենք։ We're talking about the earthquake, about the Armenian genocide, but however, what is the message of the film? What do you want to say with the film? What do you think people should know? You mean in just one word or? Մենք բառով եք ուզում եք։ Ուղղակի այնպես որ բոլորից համար հասկանալի, որտեղ միայն խոսվել է քիչ է, այսինքն նպատակի մասին, հա, խոսելը բոլորս խոսում ենք։ It's not just about talking because everybody is talking about those kinds of things. But how do you see the future of Armenians? What is the purpose of the film? The film has more music than talking, in the first place. Առաջին հերթին երաժշտությունն է, որի մասին խոսվում է, հայկական երաժշտությունը։ That's why I say about the culture, the Armenian culture. Այդ պատճառով եմ նշում եմ հայկական մշակույթի մասին։ I believe that for me I'm discovering Armenia again. Ինձ համար դա Հայաստանը մեկ անգամ ևս բացահայտելու միջոց է։ And I think in art is not like a rational thing that what is the purpose? It's not a scientific thing. Արվեստում գիտականը բացահայտելու իմաստը չէ։ It's an experience, a sensorial experience that maybe the people can live a little in this Armenian that we imagine. Եվ ֆիլմը ավելի շատ խոսում է մեր պատկերացումների հայի մասին, հայ ժողովրդի մասին։
Կուզեի հասկանալ, այսինքն հայերի մասին ոչինչ չիմացող արտասահմանցին ֆիլմը դիտելով ամբողջական պատկերացում կստանա հայերի մասին։ Ամբողջական պատկերացում ինչ ասել է։ Հայերի մասին, այսինքն ինչ-որ բան մշակութային առումով ամբողջական։ The person who doesn't know much about Armenian, how can present an entire image of Armenia? Sorry? Or a person who doesn't know much about Armenian, how can present a film, an entire film about an Armenian culture history? You are a person who doesn't know much about Armenia, and how can you entirely represent or present an Armenian film with its history and people? Well, I'm sorry, but why do you say I don't know much about Armenia? Can a person who doesn't know much about the Armenian culture and history, watching your film, can he have an entire imagination about Armenia? I think no film can show an entire image of a country. For example, Antonioni, China, Chongqing. Շունկին Չինաստանից ընդհանրապես ֆիլմը չի կարող ամբողջ պատմությունը ներկայացնել մեկ ֆիլմ։ It's a film that shows his eyes about China. Նա իր աչքերով է ներկայացնում Չինաստանը։ I think nobody can make a film about the country. I believe that if I put the name like this is Armenia, that would be a terrible name. That's why it's Armenian Rhapsody. Բարև ձեզ, ես Աննա Մերյանն եմ, այստեղ եմ Սարիվոյաշ ֆիլմով, կարիչ դոկումենտալ ֆիլմ, որը իմ հերթական էքսպերիմենտներից է։ Ես ապրում եմ Միացյալ Նահանգներում արդեն 21 տարի, եղել եմ թատրոնի ռեժիսոր այստեղ Հայաստանում, ուրիշ անվան տակ, շատ ավելի երկար, որ Ամերիկայում դժվար էր արտասանել, դրա համար փոխվեց Աննա Տերյանի։ Միացյալ Նահանգներում ուսանել եմ ֆիլմ և հեռուստատեսություն և սկսել փորձել ֆիլմի նկարահանումներ։ Նպատակս երբեք չի եղել հատուկ դոկումենտալ ֆիլմերով զբաղվել, բայց այդպես ստացվեց իրերի բերումով, որ արդեն երկրորդ դոկումենտալն եմ ներկայացնում Ոսկե Ծիրանին։ Առաջինը Ջակ Գևորգյանի մասին էր 2004-ին ներկայացրի, որը CBS-ի պատվեր դարձավ հենց սկզբից, հենց որ սկսեցինք արդեն ինտերվյուներ ձայնագրել և տեսագրել, շատ հետաքրքրեց CBS-ին մեր մոտեցումը և այն ինտերվյուները, որոնք ունենք, և ստացվեց բավական լուրջ ամերիկյան ստանդարտով արված դոկումենտալ, իր ասելիքով շատ կտրուկ և որոշակի ասելիքով, որը երկար ժամանակ չցուցադրվեց ամերիկյան հեռուստատեսությամբ, մինչև որ Ջակ Գևորգյանը դուրս եկավ բանից։ Այս ֆիլմը Սարիվոյաշ արտիստի մասին է, բոլորս էլ գիտենք, որ 90-ականներին, ինչպես և ես, և մեծ փորձ ունեմ դրա, դուրս եկան շատերը Հայաստանից և մաքարում էին, որպեսզի կարողանան շարունակել իրենց արվեստագետի ճանապարհը և հասնել որոշակի հաջողությունների։ Սարեն այն ունիկալ մարդկանցից է, որպես մարդ շատ հետաքրքիր, շատ ուժեղ և իմ ժամանակակիցը, որի մասին ես պետք ունեմ անպայման պետք է խոսել և պետք է խոսել հիմա և ոչ թե վերջում կամ հետո։ Եվ այս ֆիլմը անելով մեծ բաներ չեմ հետապնդել, ցույց տամ հայ ազգի էությունը, կերպարը եւ այլն, բայց կարծում եմ մի մարդու կերպար ցուցադրելով իմ կարծիքն է դա, հատկապես այսպես փոխվող ժամանակաշրջաններ եւ փոխվող երկրների ճանապարհորդության մեջ էլի կարելի է ցույց տալ կերպար, կարելի է ցույց տալ ճակատագիր, կարելի է ցույց տալ հայ և կարելի որ հետաքրքիր լինի։ Ինքը անձը շատ հետաքրքիր է,
իր նկարչությունը արտակարգ հետաքրքիր է, ես ինձ ասեցին ինչ-որ նյութեր կարող եք բերել, ես իր վերջին կատալոգը միայն կարողացա հիմա ունենալ, որ ինձ փոխանցվեց Միացյալ Նահանգներից։ Սարայի մասին ասեմ, որ ապրում է միաժամանակ 4 երկրներում, դրա համար ֆիլմը կոչվում է Սարայևոյաժ, որտեղ անընդհատ ճանապարհորդության մեջ է, հիմնականում Փարիզում, Միացյալ Նահանգներում ունի տուն եւ ապրում է տարվա մի մասը Ռուսաստանում, Մոսկվայում եւ Հայաստանում է շատ լինում։ Եվ չնայած ֆիլմի սկզբում իր բողոքից այս կրիզիսի ու այս վիճակների ու նկարներ չվաճառվելու վերջում ֆիլմի տեսնում ենք, որ ամենալավ գալերեայում Փարիզի կենտրոնում նա ցուցադրվում է։ Ֆիլմի ոճի մասին կասեմ սա. ես փորձել եմ չանել ոչ մի միջամտություն, լինել բնական ինչքան հնարավոր է, որովհետև կարծում եմ, որ ես հասկանում եմ, որ ֆիլմի որպես թերություն կարելի է անցալել կամերայի աշխատանքը, բայց եթե ես ունենայի որևէ կոնկրետ ուրիշ օտար մեկը միջամտող կամ ներկա այդ ամբողջ 4-5 օրվան, որ ես նկարում էի Սարայի մասին, ֆիլմը չէր ստացվի այսպես։ Իսկ իմ նպատակն էր փորձել ինքս ինձ ու մի քանի հոգու, եթե կկարողանամ, ապացուցել, որ ֆիլմ նկարելու համար անպայման չի ունենալ գումար, անպայման չի ունենալ թիմ, որը որ ամենամեծ պրոբլեմներից է ֆիլմ արվեստում, եւ կարևորը ունենաս նպատակ եւ իմաստ դնես այդ ամեն ինչի մեջ եւ հետաքրքիր լինի։ Չգիտեմ ինչքանով է ստացվել այս էքսպերիմենտը, ասում են, որ նայվում է եւ հետաքրքիր է։ Ոճը այսպիսինն է, բացահայտ նկարահանվում է, նկարիչ ինքը տեղյակ է, որ նկարահանվում է, բայց շատ ժամանակ մոռանում է կամերայի գործության մասին։ Ռեժիսորական միջամտությունը ուղղակի ընտրության մեջ էր կադրերի եւ միայն մի բան եմ արել, որ ընդհանուր եւ զուգահեռ անցկացնեմ ուրեմն իր գործունեության ու ճակատագրի եւ որևէ մի սիմվոլիկ զուգահեռ, դա դաշնակահարներ, որ Փարիզում դաշնամուրը դրած հենց մի թատրոնի առջև նվագում էր, որը իմ կարծիքով շատ նման է Սարայի բնավորության եւ անցած ճանապարհին եւ ազատ մտածողության եւ ասում եմ միակ ռեժիսորական բանը միջամտությունը դա այդ համեմատությունն է։ Մնացածը արվել է ամենաազատ ոճով, չգիտեմ ինչ են կոչում այդ ոճը հիմա կամ մի քանի ոճեր կամ որին է դա համապատասխանում։ Մի խոսքով այդպես կերպար, որը կարծում եմ տեսնվում է ֆիլմի ընթացքում։ Եթե կարելի է հարցը այսպես ընդհանրական երեքին վերաբերում է, այ 3 հայ ռեժիսորներ, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, ստեղծել են ֆիլմեր հայ համենայն դեպս գոնե այս կամ այն չափով հայ իրականության մասին։ Ձեր ֆիլմերը որքանով են հասանելի այն հանդիսատեսին, այն երկրների հանդիսատեսին, որտեղ դուք ապրում եք, ինչքանով է բաց այդ ճանապարհը այնտեղ ապրող հայացքի ռեժիսորներին համար, եթե կարելի է Եթե խոսքը կոնկրետ այս ֆիլմի մասին է, ես դեռ չեմ փորձել, նախորդ ֆիլմերս առաջին ֆիլմս մասնակցել է 8 միջազգային փառատոնի, որպես էքսպերիմենտալ դրամա 3 առաջին մրցանակ է ստացել Բոհումում, Լոս Անջելեսում եւ Տեխասում, որպես էքսպերիմենտալ դրամա։ Եվ Դեջա Գևորգյանի մասին ֆիլմը հենց ամերիկյան բան, ճիշտ է հայի մասին էր, բայց հենց ամերիկյան պրոբլեմ էր եւ ամերիկյան հեռուստատեսությունների համար էր եւ հիմա էլ ամբողջ բոլոր, այսինքն որտեղ որ հնարավոր է որ դա վաճառվի, դիստրիբուցիայի մեջ է եւ վաճառվում է Միացյալ Նահանգներում։ Այս ֆիլմի մասին չեմ կարող ասել դեռ, սա դեռ առաջի sense քայլներ որ գցեցի այս փառատոնին, բայց կարծում եմ ես առանձնապես լեզու չեմ օգտագործել լեզվի իմաստով, եթե ասում եք հասանելի, եթե չէ, լեզուն հենց այդպես է, ինչպես մենք խոսում ենք մեր առօրյայում, դա էլ հատուկ արված բան է, որ ոչ մի բան հատուկ չլինի,
եւ կան մոտավորապես 4 լեզու է ֆիլմում օգտագործում, դե հիմա սուբտիտրերով լեզուն չի կարևորը վիզուալ շարքն է, որը դիասերիկ ունենա։ Կարծում եմ, որ եթե որևէ տեղ, որևէ դոկումենտալ ցուցադրվում է որևէ կոնկրետ մարդու մասին ներկայացնում է որևէ արտիստ, այնքան ինչքան ուրիշ ազգի արտիստները կարող են հետաքրքրել ուրիշ ազգերին, այնպես էլ հայ նկարիչը, հատկապես մեկը, որ ցուցադրվում է թե Փարիզում լավագույն գալերեաներում, թե Միացյալ Նահանգների լավագույն գալերեաներում եւ վաճառվում է։ Ինչքանով հետքին ասենք ցուցադրվի այն երկրում, որտեղ ինքը ապրում է, ինչքանով How is the film available to the audience living abroad? How is the film? How did you make it available to others? How did you present? Okay. This is the first festival that we present the film. But the film was invited to the most important festival in Brazil. Mostra de Cinema de São Paulo. Yes, who the director was Leon Kakov, who already come here, and the film was shown in a preview in Brazil and in Argentina, in the museum at Argentina. So this year we want to show it in festivals. And then try to put in some cinemas in the world. And DVDs, television. I just want to say one thing. We didn't write any line of what the people say in the film. The interview were very open. The question was like, how are you? What do you feel about Armenia? And then came a lot of response, but very similar. So, responding that question, is what I think the people from Armenia and people from other parts of the world who came to Armenia to live, that made the dialogues of the film. The film was filmed in 20 days, but was edited in 7 months with a lot of consultants, people who live here, and was a very long process. And I tried the most to be ethic, most that aesthetic. Ես այսպես ասեմ, համենայնդեպս ուրիշ ազգի ներկայացուցիչների ներկայացնելու համար ես իմ թեմայի առումով կարող եմ ասել, իմ ֆիլմի առումով, ես այդ խնդիրը իմ մոտ շատ հեշտ է լուծվում, ավելին ասեմ, ռուսական հեռուստաընկերությունները նրանք նույնպես արդեն հետաքրքրված են, բայց պարզապես այս ֆիլմը, քանի որ ինքը դեռ նոր ֆիլմ է, կարելի ասել, պրեմիերան եղավ փետրվարին այստեղ եւ շատ սիմվոլիկ Երևանում առաջին ցուցադրությունը եղավ, շատ սիմվոլիկ էր Արտո Բաբաջանյանը Ամերիկա սրահում էլ հենց կազմակերպեց այդ ամենը
ինչ խոսք, եթե խոսում ենք հայի դրական իմիջի ձևավորման մասին, որի կարիքը մենք այսօր ունենք, դա ինձ թվում է ոչ մեկից համար գաղտնիք չէ։ Իմ կարծիքով, որ այդ նման աշխատանքները իհարկե շատ լուրջ դեր կարող են խաղալ, եթե ոչ միայն ես այդ թեմաներին անդրադառնամ, շատերը, կոնկրետ Ռուսաստանի մասն եմ ես ներկայումս ասում, դա լուրջ դեր կարողանա խաղալ։ Բայց համենայն դեպս, եթե խոսքը գնում է ֆիլմը, գիտեք, այսպես ասեմ, հանց իմ ֆիլմում ես այս խնդիրը ի սկզբանե եմ ունեցել դրված, որպեսզի խոսվի համամարտկային արժեքների մասին, հա, լինի դա բարիություն, լինի դա ազնվություն, լինի դա հայրենասիրություն, հասկանում եք, որ ազգին էլ վերցնեք, բոլոր ազգերը, բոլոր մարդիկ այսօր այդ արժեքների կարիքը ունեն։ Եվ երևի եթե ինչ-որ մի բան էլ կա, երևի հենց դա է իմ ծառայել այդ ֆիլմի համար։ Կարող եք հիշեցնել ոճը, ինչ ոճի մեջ էր նկարում այդ նկարչությունը։ Ես չգիտեմ այդ ոճի անունը։ Եվ շատ ունիկալ է, եւ կարծում եմ դեռ ժամանակն էլ չի, որ դա որպես ոչ որոշվի, որովհետև ես չեմ կարող նմանացնել դա որևէ ոճի, որևէ ուղղության, ինքը ունիկալ երևույթ է, ինքը որպես մարդ եւ որպես նկարիչ։ Հետո կմտածեն դրա մասին քննադատները։ Կան հարցեր։ Շատ է, ուրեմն մենք պատրաստվում ենք հաջորդ արդեն նոնդացուտիսին, հնակացություն բանախոս։ Ֆիլմերի թրեյլերները կարդում կավեն։ Ոչ, ես երեքին էլ ոչ, թրեյլերները դեռ չկա կարդ, ես ուգել եմ դրա համար եմ ասում։ Ես կարծում որ պետք է ռեժիսորների հետ խոսել, եթե նրանք համաձայնեն ձեզ տրամադրեն կադրեր ֆիլմերից, կարող եք օգտագործել։ Կամ ինչ որտեղից որ կարող ենք վերցնել Trailerներ ես գիտեմ, որ չկան ֆիլմերի։ Trailer? So trailer available? Yes, it's available, the trailer. It's available. Ոսկետյանի կայքում trailer-ն այցեք The trailer is available at YouTube. If you put Armenian Rhapsody, Gananian trailer is also in Vimeo. And at my website, I give my card and you can see. Thank you.